Մասնավորապես վերահիմնվում է Դավիթ Անհախտի այգին, վերահիմնվում է նոր լուծումներով, շատ ավելի թանկարժեք ծառերով, շատ ավելի գեղազարդ ծառերով, նոր տեսակի ծառերով, ինչպես բոլոր տեղերում, այստեղ եւս ապահովված է ոռոգման համակարգով։ Այստեղ տնկվելու է այսօր 150 հասուն ծառատեսակներ, գծային տնկարկ է լինելու Ռուբինյանց փողոցի վրա սոսի տեսակի ծառատեսակներով, իսկ ներսում սկսած պիրսարդիներից, շարունակած եղևնիներով, ֆոցինյաներով, սոճիներով, ձիակասկերով, այսինքն կաշտաններով, հացենիներով, երկաթածառով, վարդակակաչածառով եւ առաջի անգամ այստեղ մենք օգտագործում ենք լորենի տեսակի ծառատեսակները, որը կոնկրետ իմ շատ սիրած ծառատեսակներն են, բավականին հասուն, մոտ 15 տարեկան ծառեր են։ Տնկվելու է 1200 թփատեսակներ, որոնց հիմնական մասը մշտադալարներ։ Կատարվում են լանդշաֆտային ձևավորման մի շարք աշխատանքներ, որով միտք է դրված, որ այգին իր գեղատեսիլ տեսքը պահպանի նաև ձմռանը, մոտակա հատվածում խորքային հորենք տեղադրելու եւ շատ ուրախալի լուր, որ հայտնաբերվել է խորքային ջրեր, որոնք մենք կարող ենք ապահովել Քանաքեռ Ձերթուն վարչական շրջանի այս հատվածին վերևի այգիները, զուգահեռ փողոցները։ Մի շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում գծային տնկարկներում տնկվել է 1000-ից ավել կայացած 10 տարեկան հասուն արժեքավոր եւ գեղազարդ ծառեր։ Բոլոր վայրերում անցկացվել են ոռոգման համակարգեր։ Այս դեպքում էլ Երևան քաղաքը ոչինչ չի խնայել ամենագեղազարդ, ամենաֆունկցիոնալ, ամենագեղեցիկ լանդշաֆտային լուծումներով նոր Դավիթ Անհախտի այգին վերահիմնելու գործում։ Եվ կուզեմ սիրելի երևանցիներ, այս իմ ուրախալի լուրերի շարքը շարունակել հաջորդ շաբաթվա համար։ Հաջորդ շաբաթ նորից նույն տեմպով, հարյուրավոր կամ հազարով ծառեր են տնկվելու Երևան քաղաքում։ Աշխատանքներ են իրականացվելու Ամիրյան փողոցի վերաձևավորման նպատակով իրականացված ծառերի հեռացումից հետո տնկվելու են կատալպա տեսակի ծառատեսակներ։ Հաջորդ օրը երեքշաբթի աշխատանքներ են իրականացվելու Նուբարաշեն վարչական շրջանում։ Վերահիմնվելու է այգու մի մասը եւ փողոցային գծային տնկարկներում կատարվելու է տուն։ Էրեբունի վարչական շրջանում փողոցի ձևավորման աշխատանքներ գծային տնկարկներում նույնպես տնկվելու են հասուն եւ արժեքավոր սաֆորա ճապոնական տեսակի ծառատեսակներ։ Ապրիլի 23-ին մենք կավարտենք եւս մեկ նոր այգու բացմամբ ֆիզիկայի Բանավան կոչվող, Ֆիզգարադոկ կոչվող հատվածում մոտ 1 հեկտարի վրա կբացվի, կվերահիմնվի կամ նորը կբացվի, որտեղ այնտեղ ոչինչ չէր մնացել, մի նոր գեղեցիկ այգի, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն շուրջ 6 ամիս է ընթանում են եւ մենք այս պահին ավարտական փուլում ենք գտնվում։